Ժորջան, կրկին բարև բոլորին։ Այսօր ուրեմն աշխատանքի մեջ ունենք Volt 1։ Ուրեմն առավոտները խոտ տալուց նկատվել է դժվարություններ, էլի։ Ուշ է խոտ ընկե։ Հանել ենք բենզինի ֆարսունքեքը։ Ու քիչ շատից մաքուր է, բայց ուզում ենք մի հատ լվանանք։ Հիմա տեղադրեմ ստենդի վրա, մնացած աշխատանքը էլի ցույց կտամ։ Հիմա տեղադրվել եմ ֆարսունքեքը ուլտրաձայնային վաննայի մեջ։ Արդեն պարզ երևում է աշխատանքը։ Հեղուկը ամբողջովին փոխել է իր գույնը, այսինքն ինչ-որ բաներ հանել է մեջներից։ Մենք ստենդով առաջի անգամ արդեն անցկացրել ենք։ Տվյալները գրել ենք, թե առաջի զախոդը, որ ֆարսունքեն ինչքան է թողնում։ Հեսա վաննայի ժամանակը վերջանա, նորից կկապնվեմ։ Դեռ 5 րոպե կա։ Ուրեմն տեսեք Ժորջան, ուլտրազվուկից հետո արդեն անցել ենք ստենդով մաքրմանը։ Երրորդ պատոկն է արդեն պտտվում։ Այս թվերն ունենք, այս պայի դրությամբ։ Եկել ենք, հասել ենք այն մակարդակ, որ համարյա 4-ն էլ նույն ձև է լցնում։ Տարբերությունը 100 միլիի մեջ ընդամենը 3 միլի է տալի ամենաշատը, առաջի ֆարսունքեն, ու 4-րդ ֆարսունքեն 102, ընդհանուր թվերը սենց ենք ստացել։ Նավսյակի դրել եմ մի հատ էլ գնա, ընդհանուր ցիկլը, ու երևի արդեն կհանենք, որովհետև բավականին երկար ժամանակա լվացման տակ է ինքը։ Սենց մի րոպե նայենք, հիմա ինքը ուծեչկեքն է ստուգում։ Տեսեք, ոչ մի ֆարսունքեն ուծեչկա էլ չունի։ Ինքը հերթով փոխելով ռեժիմները, ավելացնելով արագությունները, այսպես լվանում է։ Ֆակելները չասեմ իդեալական, բայց շատ լավ է։ Եմ որ ասելու բան չկա։ Սաղտուման անում տոլբաների մեջ։ Այս մեկն էլ թողնենք գնա ու արդեն կքանդեմ, որովհետև նայում եք աչքով էլ երևում է, որ արդեն լավ է։ Էլ իմաստ չկա սրանից ավել լվանալու։ Ինչ կարացինք, ոնց որ ստացանք, էլի։ Այսենց մի բան, ամեն ռեժիմից հետո ինքը ստենդը ուծեչկեքի 15 վայրկյան ստուգում է ուծեչկեքը, որ զալիված չանի ֆարսունքեքը, էլի։ Հիմա կմտնի արդեն մյուս ռեժիմ, արդեն շատ բարձր աբառոտ։ Ոնց հասկանում եմ, ընտիր փոշիացնում է, վաբշե պզացող ֆարսունքա չունենք, են որ իդեալական։ Դե լավ եղեք, մինչ հանդիպում, համեցեք։